Իսրայելը հարվածել է Համասի դիրքերին խախտելով հրադադարը եւ վերսկսելով գործողությունները Գազայի հատվածում։ Նոր ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 310-ի, այդ թվում երեխաներ։ Հարձակման հրամանը տվել են անձամբ Նեթանյահուն եւ երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Թել Ավիվի պաշտոնյաները նաեւ հայտնել են, որ Համասը մերժել է Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտքոֆի եւ խաղաղության այլ միջնորդների կողմից ստացված բոլոր առաջարկները։ Պուտինն ու Թրամփը կքննարկեն Ուկրաինայի կարգավորման հարցը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ առաջիկա բանակցությունների հիմնական հարցը կլինի Ուկրաինայի հակամարտությունը։ Պուտինն ու Թրամփն իրենք կսահմանեն իրենց հանդիպման ժամկետները։ Պեսկովը նշել է, որ նախագահների նոր զրույցը կարևոր քայլ է, որը երանգ է հաղորդում երկկողմ հարաբերությունների վերակենդանացմանը։ Թրամփը պատրաստ է լծակներ օգտագործել Ռուսաստանի դեմ, եթե Պուտինի հետ Ուկրաինայի հարցով առաջիկա բանակցությունները չարդարացնեն սպասելիքները։ Սպիտակ տան մամուլի քարտուղարը նշել է, որ Ուկրաինայում խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել։ Ըստ նրա, Միացյալ Նահանգները Կիևի հետ ուղիղ քննարկում է խաղաղության պայմանները, այդ թվում Ռուսաստանի հետ ապագա տարածքների սահմանազատումը։ Թրամփը վստահ է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները կկարողանան պայմանավորվել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։ Սպիտակ տունը միաժամանակ հայտնել է, որ Միացյալ Նահանգները վերսկսում է Ուկրաինայի հետ ռազմական օգնության եւ հետախուզական տեղեկատվության փոխանակումը, ինչպես նախկինում էր։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտնել է, որ Լոնդոնը պատրաստ է տարիներ շարունակ խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա։ Լոնդոնի կազմակերպած ցանկացողների կոալիցիայի առցանց գագաթնաժողովից հետո Ուկրաինայում զորքեր տեղակայելու շուրջ բանակցություններ է վարում 5 երկիր՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Թուրքիան, Կանադան եւ Ավստրալիան։ Ենթադրվում է, որ Ուկրաինա կուղարկվի մինչեւ 30,000 զինվորական, իսկ կոալիցիայի մյուս երկրները կօգնեն զենքի եւ լոգիստիկայի հարցում։ Միաժամանակ Գերմանիան թարմացրել է Ուկրաինային փոխանցված սպառազինությունների ցանկը։ Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է անվերապահ 30-օրյա հրադադարի, բայց դրա իրագործմանն անցնելու համար Ռուսաստանը պետք է դադարի պայմաններ առաջադրել։ Ուկրաինայի ղեկավարը Մակրոնի հետ քննարկել է երկրի համար անվտանգության հստակ երաշխիքների համատեղ ձևավորումը։ Իրանը զգուշացրել է, որ երկրի նկատմամբ ցանկացած թշնամական գործողություն լուրջ հետևանքներ կունենա։ Միացյալ Նահանգները պատասխանատվություն կկրի դրանց համար։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Թեհրանին պատասխանատու կհամարի Եմենի Անսար Ալլահ շարժման հութիների բոլոր հարձակումների համար եւ Իրանին սպառնացել էր հետևանքներով։ Միացյալ Նահանգները Թրամփի հրամանով սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Եմենում հութիների օբյեկտներին, որի հետևանքով զոհվել է 53 մարդ, առնվազն 98-ը վիրավորվել։ Թուրքիան պատրաստվում է ընդլայնել իր ռազմական ներկայությունը Սիրիայում այդ երկրի կառավարության եւ քրդական UPG-ի միջև անվտանգության համաձայնագրից հետո նա նաեւ նշել է, որ Թուրքիան ներկայում վերահսկում է զգալի տարածքներ Սիրիայի հյուսիսում, քննարկվում են ռազմաբազաների պլանները։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Միացյալ Նահանգներ ներմուծվող օտարերկրյա ապրանքների վրա որոշ հանգամանքներում կկիրառվեն երկու տեսակի մաքսատուրքեր։ Ըստ նախագահի ապրիլի 2-ից կսահմանվեն ինչպես լայնածավալ փոխադարձ մաքսատուրքեր, այնպես էլ ոլորտին վերաբերող լրացուցիչ տուրքեր։ Նշվում է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը պատասխան մաքսատուրքեր է սահմանում 200 երկրի, այդ թվում նաև Թուրքիայի նկատմամբ։